Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, որ վերադարձությունները նախամարով։ Իրանի տարածքից ԱԹՍ-ներով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի տարածքի վրա։ Իրանի գլխավոր շտաբը հերքել է այս տեղեկությունը, միջադեպի համար մեղադրելով Իսրայելին։ Ադրբեջանի նախագահն արդեն անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, սպառնացել Իրանին։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Իրանը վերջին ժամերին հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելի տարածքին, այնպես էլ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հերթական ճեպազրույցով, պատասխանել թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքականության առնչվող մի շարք հարցերի։ Կառավարությունն ընդունել է թոշակները ապրիլի 1-ից բարձրացնելու որոշման նախագիծը։ Որոշվել է նաև 339 միլիոն դրամ հատկացնել դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար։ Կայացել է գործադիրի հերթական նիստը։ Ազգային ժողովում էլ շարունակվել են հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաղորդագրության քննարկումները։ Նիստը անցել է բավական լարված մթնոլորտում։ Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները հանդես են եկել սուր ելույթներով, հնչեցրել փոխադարձ մեղադրանքներ։ Երևանի Կոմիտասի անվան պուրակը շուտով կունենա նոր տեսք։ Քաղաքապետարանը մեկնարկում է վերակառուցման ծրագիրը, քաղաքային այգին էլ նախատեսվում է արդիականացնել խելացի լուծումներով։ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել անվտանգության խորհրդի նիստ, քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեություն ապահովելու հետ կապված հարցեր։ Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի թագավորության արտաքին գործերի նախարար Աբդ ալ-Լատիֆ բին Ռաշիդ ալ-Զայանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։ Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերին զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով, մտահոգություն հայտնելով քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ։ Մտքեր են փոխանակվել իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ։ Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Բաքու-Թբիլիսի Ջեյհան խողովակաշարի Վրաստանի տարածքով անցնող հատվածին, որը մատակարարում է Իսրայելի նավթային պաշարների 30%-ը։ Այս մասին սոցիալական իր էջում գրել է Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը։ Նշենք, որ Բաքուն այս մասին որևէ տեղեկություն դեռևս չի հրապարակել։ Իրանի տարածքով անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի տարածքի վրա։ Իրանի գլխավոր շտաբը հերքել է այս տեղեկությունը միջադեպի համար մեղադրելով Իսրայելին։ Ադրբեջանի նախագահն էլ արդեն անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որի ժամանակ սպառնացել է Իրանին։ Մեր զինված ուժերը դրվել են զորահավաքի ամենաբարձր մակարդակի վրա եւ պետք է պատրաստ լինեն իրականացնել ցանկացած գործողություն, հայտարարել է Ալիևը։ Իդեպ Ադրբեջանն արդեն փակել է Նախիջևանի երկինքը, տեղական օդանավականը դադարեցրել է բոլոր ճվերտները։ Ադրբեջանական Նինվալ լրատվական գործակալությունն էլ հայտում է, որ Նախիջևանում տեղի ունեցած միջադեպից եւ Իրանի կողմից հնչող սպառնալիքներից հետո Բաքուն եւ Անկարան անցել են անհապաղ ռազմաքաղաքական խորհրդակցությունների։ Ըստ Շուշիի հռչակագրի Ադրբեջանն ու Թուրքիան ունեն փոխադարձ դաշնակցային պարտավորություններ։ Հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի եւ Ադրբեջանի ագնահարարների միջև։ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին հերքել է Իրանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկ արձակելու մասին լուրերը։ Անհանգիստ այս ու այն կողմ վազող մարդիկ, վախեցած դպրոցահասակ երեխաներ եւ ավերված շինություններ։ Իրանական ԱԹՍ-ները չեն շրջանցել Ադրբեջանը ընկնելով Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալի վրա եւ դպրոցներից մեկի հարակից տարածքում։ ԱԹՍ-ների հարվածից անմիջապես հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, խստորեն դատապարտելով Իրանի տարածքից իրականացված ԱԹՍ-ների հարձակումները։ Ավելի ուշ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ բացատրություն ստանալու համար։ Դիվանագիտական ճակատում հայտարարություններից չքերթից անմասն չի մնացել Ադրբեջանի ՊՆ-ն, որը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, խստորեն դատապարտելով Իրանի զինված ուժերի կողմից հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Անօդաչու թռչող սարքերի տեխնիկական պարամետրերը եւ այդ հարձակումների մանրամասները ուսումնասիրվում են։ Դատապարտում ենք Իրանի զինված ուժերի կողմից երկրի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ իրականացված հարձակումները, որոնք հիմնված չեն եղել որևէ ռազմական անհրաժեշտության վրա։ Այս միջադեպի ամբողջական պատասխանատվությունը կրում է Իրանը։ Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը իր հայտարարությունում նաև նշել է, որ պատրաստում է պատասխան միջոցառումներ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար, ընդգծելով, որ այդ հարձակումները անպատասխան չեն մնա։ Մինչև Ադրբեջանը հայտարարություններ էր անում եւ պատրաստվում պատասխան գործողությունների, իրանական կողմը շտապել է հերքել իր առնչությունը կատարվածին։ Մասնարարպես Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին է ասել.
Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունն է հարվածել միայն հակառակորդներին, այդ թվում Միացյալ Նահանգների եւ սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում եւ օգտագործվում են իրանցի խաղաղ բնակիչների վրա հարձակվելու համար։ Մենք ի սկզբանե հայտարարել ենք, եթե տարածաշրջանում լինեն որևէ ռազմաբազաներ, որոնք օգտագործվում են Իրանի վրա հարձակվելու համար, մենք կհարվածենք դրանց։ Սա է մեր քաղաքականությունը։ Նախիջևանի ուղղությամբ առավոտյան հարձակումների մասին հայտարարությամբ է հանդես եկել նաև Իսրայելը։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շարեն Հասկելը հայտարարել է, որ Ադրբեջանում տեղի ունեցած հարձակումը հերթական ապացույցն է, որ Իրանը կորցրել է ինքնատիրապետումը։ Այսօր առավոտյան Ադրբեջանում մենք ստացանք եւս մեկ ապացույց, որ Իրանը կորցրել է իր սանձերը, երբ այաթոլլաների ռեժիմը հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է արձակում եւս մեկ հարևան երկրի քաղաքացիական օդանավականի ուղղությամբ, ձևականությունը ավարտվում է եւ նրանց դեմքը բացահայտվում։ Իրանի գլխավոր շտաբի արձագանքը եւս չի ուշացել։ Իսրայելն է պատասխանատու Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի միջադեպի համար եւ այն իրականացրել է Իրանին մեղադրելու համար։ Նշվել է ռազմական գերատեսչության տարածած հայտարարությունում։ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վիրավորումներ են ստացել երկու քաղաքացիական անձինք։ Ըստ որոշ տեղեկությունների, սակայն կա մեկ զոհ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ արդեն անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Իրանը ահաբեկչական ակտ է իրականացրել, հարվածելով Նախիջևանի օդանավակայանին ու պետք է ներողություն խնդրի։ Ադրբեջանի դեմ հարձակվող ցանկացած թշնամական ուժ կբախվի երկաթե բռունցքին։ Մեր զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության եւ պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու, նշել է Ալիևը։ Տեղի ունեցած այս վերջին իրադարձությունները առավել հետաքրքիր են դառնում ավելի վաղ տարածված այն տեղեկության համատեքստում, ըստ որի ադրբեջանական զորքերը մարտական պատրաստության էին բերվել եւ տեղակայվել Իրանի հետ սահմանին։ Այս մասին տեղեկացրել էր Քազեթչի լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, ըստ որոնց պաշտպանության նախարարությունը, պետական սահմանային ծառայությունն ու ներքին գործերի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունն անցել են բարձր պատրաստության ռեժիմի։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ հաստատել էր, ոչ էլ հերքել այս տեղեկատվությունը։ Իսկ ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներում տեսանյութեր են տարածում, թե իբր Ադրբեջանը ռազմական տեխնիկա է տեղափոխում Իրանի հետ սահման։ Մերձավոր արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված, Իրանը վերջին ժամերին հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելի տարածքին, այնպես էլ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պարբերաբար օդային տագնապներ են հայտարարվում, իսկ կողմերը փոխադարձ կոշտ հայտարարություններով են հանդես գալիս։ Իրանի շուրջ ռազմական լարվածությունը մերձավոր արևելքում շարունակվում է արագորեն սրվել։ Տարածաշրջանում միաժամանակ տեղի են ունենում հրթիռային հարվածներ, անօդաչու թռչող սարքերի կիրառություն եւ դիվանագիտական կոշտ հայտարարություններ։ Վերջին ժամերին արձանագրված զարգացումները վկայում են, որ հակամարտությունը դուրս է գալիս տեղային բախումների շրջանակից եւ ընդգրկում է ամբողջ տարածաշրջանը։ Հաղորդվում է, որ Իրանի զինված ուժերը վերջին 48 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել մերձավոր արևելքում գտնվող առնվազն 9 ամերիկյան ռազմաբազայի։ Թիրախները գտնվում են Պարսից ծոցի երկայնքով, Իրանին շատ մոտ տարածքներում, դրանց թվում են 4 բազա Քուվեյթում, 2 Արաբական Միացյալ Էմիրություններում եւ մեկական ռազմաբազա Բահրեյնում, Իրաքում եւ Կատարում։ Հարվածներ են հասցվում ինչպես տարածաշրջանային դաշնակիցների ենթակառուցվածքներին, այնպես էլ անմիջապես Իսրայելի տարածքին։ Իսրայելի ամբողջ տարածքում հայտարարված է օդային տագնապ։ Հրապարակվել են գիշերային արձակումների տեսանյութեր, որտեղ երևում են կամիկաձե անօդաչուների կիրառումը։ Հարգելի բարեկամ եւ հարևան պետությունների ղեկավարներ, մենք փորձեցինք խուսափել պատերազմից ձեր օգնությամբ եւ դիվանագիտության միջոցով, սակայն ամերիկա-սիոնիստական ագրեսիան մեզ այլընտրանք չթողեց, քան պաշտպանվել։ Մենք հարգում ենք ձեր ինքնիշխանությունը եւ շարունակում ենք հավատալ, որ տարածաշրջանային խաղաղությունը պետք է ապահովի տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ կոշտ արձագանք է տվել Միացյալ Նահանգների վարչակազմի քաղաքականությանը, նշելով. անհնար է արդարացնել անիրատեսական սպասումները, երբ բարդ միջուկային բանակցությունները դիտարկվում են որպես անշարժ գույքի գործարք, իսկ մեծ ստերը մշուշում են իրականությունը։ Ըստ նրա, Թրամփը դավաճանել է դիվանագիտությանը եւ իրեն ընտրած ամերիկացիներին։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնից հայտարարում են, որ Միացյալ Նահանգները շարունակում է վերահսկել իրավիճակը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն էլ նշել է. Միացյալ Նահանգների
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայում չի ծրագրում Իրանի դեմ ցամաքային զորքեր ուղարկել, սակայն նման հայտարարությունը ամբողջությամբ չի բացառվում։ Ի վերջո էներգետիկ արդյունաբերությունը կշահի Իրանի նկատմամբ Թրամփի գործողություններից, քանի որ Իրանն այլևս չի վերահսկի Հորմուզի նեղուցը եւ չի սահմանափակի էներգակիրների ազատ հոսքը։ Իրանի ռեժիմը, որն Ամերիկայի Միացյալ Նահանգները համարում է ահաբեկչության գլխավոր պետական հովանավորը, այժմ ամբողջովին ոչնչացվում է։ Լևիթը նաև հայտարարել է, որ առաջիկա ժամերին Միացյալ Նահանգները կարող է լիակատար վերահսկողություն հաստատել Իրանի օդային տարածքի նկատմամբ։ Տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են նաև այլ ուղղություններով։ Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էլ հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի քաղաքականությունը Միացյալ Նահանգներին ներքաշել է Իրանի հետ պատերազմի մեջ։ Իրանը նաև հայտարարել է, որ 3 անգամ հարձակվել է Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքի վրա եւ գնդակոծել վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։ Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ ոչնչացրել է իրանական բազմաթիվ հրթիռներ եւ դրանց արձակման կայաններ, այդ թվում հենց այն պահին, երբ դրանք օգտագործվում էին։ Տարածաշրջանում լարվածությունը տարածվել է նաեւ ծովային ուղղությամբ։ Իրանը պնդում է, որ հրթիռային հարված է հասցրել ամերիկյան ականակիրի վրա եւ այն այրել։ Հաղորդվում է, որ այդ նավը գտնվել է Հնդկաստանի ջրերին մոտ տարածքում։ Միաժամանակ ըստ տվյալների հակամարտության սկսվելուց ի վեր Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ավելի քան 10 նավի վրա։ Հորմուզի նեղուցում նավարկության սահմանափակումների հետևանքով 20,000 նավաստիներ մնացել են իրենց նավերի վրա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի միջազգային ծովային կազմակերպությունը։ Միևնույն ժամանակ Իրաքում էլ լարված իրավիճակ է։ Էբրիլի մոտակայքում գտնվող ամերիկյան Հարիր ավիաբազան ենթարկվել է ռմբակոծության, իսկ Իրաքի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է երկրի բոլոր նահանգներում էլեկտրաէներգիայի ամբողջական անջատման մասին։ Ամերիկյան ներքաղաքական դաշտում եւս քննարկումները թեժ են։ Միացյալ Նահանգների Սենատը հրաժարվել է սահմանափակել Դոնալդ Թրամփի ռազմական լիազորություններն Իրանի դեմ գործողության հարցում։ Մի շարք դեմոկրատներ քննադատել են վարչակազմի գործողությունները, նշելով, որ դրանք կարող են բարձրացնել տարածաշրջանում լայնածավալ պատերազմի ռիսկերը։ Տեղեկություններ են շրջանառվում նաև հնարավոր դիվանագիտական ուղիների մասին։ Ռուսական կողմը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման համար, սակայն ամերիկյան կողմը ըստ ռուս դիվանագիտների նշել է, որ նման միջնորդների կարիք չի տեսնում։ Մինչև դիվանագիտական հայտարարությունները շարունակվում են, տարածաշրջանում ռազմական գործողությունները չեն դադարում։ Թեհրանը ենթարկվում է ինտենսիվ ռմբակոծությունների, իսկ ԻՀՊԿ-ն հայտարարել է ճշմարտության խոստում 4 գործողության 19-րդ ալիքի մեկնարկի մասին, ընդգծելով, որ հարվածները կշարունակվեն ինչպես հրթիռներով, այնպես էլ անօդաչու թռչող սարքերով։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իսրայելը այսօր եւս հարվածներ է հասցրել Իրանի տասնյակ հրամանատարական կետերի եւ այլ օբյեկտների, որոնք Թեհրանն օգտագործում է զենքի պահպանման եւ արտադրության համար, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Միջազգային միջնորդությունները տեսաշարով։ Ռուսաստանը քննարկում է Եվրոպա բնական գազի մատակարարումները լիովին դադարեցնելու հնարավորությունը Եվրամիության պատժամիջոցների ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով ԵՄ շուկայում ստեղծված իրավիճակը էներգետիկ ոլորտում իրականացվող սխալ քաղաքականության հետևանք է։ Պուտինը նշել է, որ Եվրամիության էներգետիկ քաղաքականությունն իր գնահատմամբ չի արտացոլում եվրոպացի քաղաքացիների շահերը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ եղել է եւ մնում է էներգառեսուրսների հուսալի մատակարար իր գործընկերների, այդ թվում Եվրամիության համար։ Հունգարիան Ռուսաստանից ստացել է նավթի եւ գազի մատակարարման երաշխիքներ անփոփոխ գներով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նրա խոսքով կողմերը նաեւ համաձայնել են անհրաժեշտության դեպքում փնտրել էներգիայի մատակարարման այլընտրանքային ուղիներ։ Ավելի վաղ Սիարտոն Կրեմլում հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ քննարկել էին էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր։ Սլովակիայի կառավարությունը հանձնարարել է պետական էլեկտրական ցանցերի օպերատորներին ավարտել Ուկրաինային արտակարգ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիրը։ Բրիտիսլավան Կիևին մեղադրում է դրուժբա նավթամուղով ռուսական նավթի մատակարարումների խափանման համար։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է նաև, որ իր երկիրը կարող է միանալ Հունգարիային եւ արգելափակել Եվրամիության կողմից Ուկրաինային նախատեսված վարկը, եթե դրուժբա խողովակաշարի շուրջ առաջացած տարաձայնությունները չկարգավորվեն։ Ուկրաինական կողմը պարզաբանել է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարձակման հետևանքով եւ դրա վերականգնման համար ժամանակ է անհրաժեշտ։
Չինաստանի ազգային պաշտպանության ծախսերը 2026 թվականին կաճեն 7%-ով։ Այս մասին նշվում է 2025 թվականի բյուջեի կատարման եւ 2026 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ զեկույցում, որը ներկայացվել է 14-րդ ազգային ժողովի 4-րդ նստաշրջանին, հայտնում է Սինուհան։ Սա կլինի 11-րդ անընդմեջ տարին, երբ Չինաստանի պաշտպանական բյուջեն աճում է միանիշ տեմպերով։ 2023-ից 25 թվականին աճը կազմել է մոտ 7.2%։ Փաստաթղթի համաձայն 2026 թվականին ազգային պաշտպանությանը կհատկացվի մոտ 1.9 տրիլիոն յուան, մոտ 275 միլիարդ դոլար։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դե Կոտինիին։ Հանդիպան ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա գործակցության ընթացքին եւ զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցերի։ Կառավարությունն այսօր ընդունել է թոշակները ապրիլի 1-ից բարձրացնելու որոշման նախագիծ, ըստ որի ապրիլի 1-ից ավելի քան 623,000 անձի համար կենսաթոշակը կբարձրացվի 10,000 դրամով եւ ավելի։ Մնացած 40,000 անձի համար կենսաթոշակը կբարձրացվի 8,500 դրամով։ Նիստում որոշվել է նաեւ 339 միլիոն դրամ հատկացնել դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար։ Գործադիրի մյուս որոշումների մասին ներկայացվող տեսանյութում։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ։ Մեղրի սահմանային անցակետի կառուցման ժամկետները հետաձգվել են, հարցը ներառված էր կառավարության մարտի 5-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։ Գործադիրը հավանություն տվեց վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հետ ստորագրված Մեղրի սահմանային անցակետի ծրագիր դրամաշնորհային համաձայնագրի վերջնաժամկետը երկարաձգելու վերաբերյալ նամակ համաձայնագրին։ Ծրագրով Մեղրիում պետք է կառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր անցակետ եւ աշխատանքների ավարտը նոր գրաֆիկով նախատեսվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի վերջ։ Այնուհետև կառավարությունն անցավ զեկուցվող փաթեթների քննարկմանը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան միջինում 10,000 դրամով։ Խոսքը 623,353 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է 10,000 դրամ եւ ավելի։ Մնացած 39,594 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է շուրջ 8,500 դրամով, դրանք հիմնականում երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող մեր քաղաքացիներն են, որոնց կենսաթոշակը արդեն իսկ միջինում կազմում է 95,000 դրամ։ Նախարարի խոսքով նույն փոփոխություններով նախատեսվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստների բարձրացում, ուղիղ 10,000 դրամով, բոլոր խմբերի համար սահմանված նոր շեմերով։ Քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում աշխատող ու հարկ վճարող քաղաքացիներին, շեշտելով, որ այդ հարկերի շնորհիվ են գեներացվել այն գումարները, որոնք կհատկացվեն թոշակառուներին։ Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով նախատեսված հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, այն թվում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Հայաստանում աշխատում են եւ հարկ վճարող են, եւ նաեւ ելի ուզում եմ ընդգծել նաեւ այն մարդկանց, ովքեր կամ ՀԴՄ բաց են թողում, թողարկում են կամ էլ եթե բաց թողները մոռանում են, ձեռքբերողները հիշեցնում են։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեր թոշակառուներին, որոնցից արդեն ավելի քան 400,000-ը օգտվում է անկանխիկ առևտուր անելու այդ հնարավորությունից, որովհետեւ նաեւ առևտրի անկանխիկ համակարգի միջոցով մենք կրճատում ենք ստվերը Հայաստանի Հանրապետությունում եւ Գործադիրը նիստում քննարկեց նաև էլեկտրամոբիլների հաշվառման գործող կանոնակարգը։ Կառավարության նոր որոշման համաձայն կփոփոխվի էլեկտրամոբիլների հաշվառման գործող կանոնակարգը գույքահարկի հաշվարկման կանոններում միասնություն ապահովելու նպատակով։ Հարցը ներկայացրեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն, ընդգծելով, որ նախաձեռնությունը ձևավորվել է քաղաքացիների դիմումների հիման վրա։ Անցած տարվա կտրվածքով մի շարք դիմումներ ենք ստացել, որով դիտարկել ենք այն հարցը, որ
հաշվառման կարգը փոփոխենք, որպեսզի գույքահարկի հաշվարկման կանոններում եւս միատեսակություն կարողանանք երաշխավորել մեր քաղաքացիների համար։ Որն է հիմա խնդիրը եւ ինչ ենք լուծում նախագծով։ Այս պայծրությամբ էլեկտրոմոբիլների հաշվարկման տեսանկյունից շարժիչի հզորությանը վերաբերող երկու ցուցանիշ ունենք, խոսքը առավելագույն կամ պիկային հզորությանն է վերաբերում։ Նրա խոսքով Եվրասիական տնտեսական միության ռեեստրում էլեկտրոնային անձնագիր ունեցող մեքենաների դեպքում գրանցվում է հենց կայուն հզորության ցուցանիշը եւ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունի դա հաշվի առնել նաեւ ներպետական հաշվարկներում։ Ըստ ներկայացված նախագծի, եթե տրանսպորտային միջոցը ռեեստրում ունի էլեկտրոնային անձնագիր եւ այնտեղ նշված է կայուն հզորությունը, ապա գույքահարկի հաշվարկման հիմք ընդունվի հենց այդ ցուցիչը։ Իսկ եթե նման տվյալ չկա, ապա ըստ նախարարի մենք նախատեսել ենք հետեւյալ գործակցային տրամաբանությունը եւ պրոգրեսիվության կանոնն ենք իրարել ըստ էության, մինչեւ 250 ձիաուժ ունեցող տրանսպորտային միջոցների դեպքում, էլեկտրոմոբիլների դեպքում հաշվարկել ենք առավելագույն պիկային հզորությունը բաժանած 1.5 գործակցի, իսկ եթե 250-ից ավել ձիաուժ ունեցող տրանսպորտային միջոցների մասին ենք խոսում, 250-ի նկատմամբ կիրառվում է 1.5 գործակիցը, իսկ դրանից արդեն մնացյալ մասով կիրառում են 2.5 գործակիցը։ Սարգսյանի խոսքով կարգավորումը կտարածվի նաև արդեն գործող էլեկտրոմոբիլներ ունեցող քաղաքացիների վրա, սակայն հետհաշվարկ չի իրականացվելու։ Հաշվարկը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ կարգավորումը նախատեսվում է ուժի մեջ մտնել 2026 թվականի ապրիլի 1-ից, որպեսզի մինչև այդ թվային հարթակները վերադասավորվեն եւ քաղաքացիներն ավտոմատ տեսնեն նոր հաշվարկը։ Նիստում քննարկվեց նաև դպրոցներ տանող ճանապարհների նորոգման նախագծը, նախահաշվարկային փաստաթղթեր ձեռք բերելու մասին նախագիծը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի խոսքով նախատեսվում է 339 միլիոն դրամ հատկացնել մարզպետների աշխատակազմերին դեպի կլաստերային դպրոցներ տանող ընդհանուր 7-4 մետր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման համար նախատեսված փաստաթղթերի ձեռքբերման, դրանց փորձաքննության, նաև 1.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար։ Նիստում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարն էլ նշեց, որ եթե նախկինում մարդիկ ստիպված էին լինում իրենց երեխաներին տարածաշրջանում ավելի բարեկարգ դպրոց տանելու համար անցնել երկար ճանապարհ, հիմա արդեն դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ կառավարությունը բարեկարգում, նորոգում եւ հիմնանորոգում է Հայաստանի բոլոր վատ պայմաններում գտնվող դպրոցները։ Վարչապետն էլ արձագանքեց. Հանրապետությունում որևէ դպրոց չի փակվում։ Հանրապետությունում փակվում են ավերակներ եւ բացվում են դպրոցներ, որտեղ երեխաները ունենան բեմ, որտեղ երեխաներ ունենան միջավայր, որտեղ երեխաներ ունենան լաբորատորիաներ, որտեղ երեխաներ ունենան ճանապարհներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Դավիթ Խուդատյանը նաև հավելեց, որ չզեկուցվող հարցերի փաթեթով կառավարությունը հատկացրել է 535 միլիոն դրամ արդեն շատ ավելի մեծ ծավալի ճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ու փորձաքննությունների համար, նշելով, որ սա նմանատիպ երկրորդ որոշումն է։ Փաշինյանն էլ պարզաբանեց, ֆինանսավորումը վերաբերում է նորակառույց դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգմանը 300 դպրոց ծրագրի տրամաբանությամբ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես եկել հերթական ճեպազրույցով պատասխանելով թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքականության առնչվող մի շարք հարցերի։ Ճեպազրույցի մանրամասները տեսանյութում։ Երբ է ստորագրվելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, հարցի պատասխանը Հայաստանի վարչապետը չունի։ Ամենօրյա աշխատանք է տեղի ունենում եւ ամենօրյա աշխատանքը չեմ կարող ասել ինչքան կտևի։ Պայմանագրի նախաստորագրումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Ավելի քան 6 ամսվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական օրակարգը ըստ Հայաստանի ղեկավարի վազանցել է քաղաքական օրակարգին, ինչը բնավ վատ չէ։ Քաղաքական օրակարգերը նրա համար են, որ սպասարկեն տնտեսական օրակարգը եւ օգոստոսի 8-ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար եւ ուրախ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ, այսինքն առևտրաշրջանառություն է ձևավորվում, հույս ունենամ հնարավորինս շուտ նաեւ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան։
Շարունակելով տնտեսական օրակարգի թեման, լրագրողները այնուհետև մեջ բերեցին Հայաստան-Իրան բեռնափոխադրումների խնդիրը, որի ծավալը ըստ պաշտոնական տվյալների արդեն իսկ նվազել է։ Հարևան Իրանում եւ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ռազմական բախումների ֆոնին Հայաստանի իշխանությունը զբաղված է կարկանդակ ուտելով ու նախընտրական քարոզարշավ անցկացնելով։ Փաշինյանը շտապեց փարատել այս մտայնությունը։ Շատ ցավալի է մեզ համար, ինչ որ տեղի ունենում Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ եւ ընդհանրապես տարածաշրջանը, բայց մենք պիտի արձանագրենք, որ ցավոք այս իրավիճակը նոր չէ։ Այսինքն նրանք, ովքեր ընդհանրապես միջազգային լրահոսին հետևում են, պիտի առնվազն մտավախություններ ունենային, որ այսպիսի իրադրություն կլինի։ Մենք, ես աստծի առիթ ունեցել ենք ասելու, որ այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքային խումբ ունենք, որը աշխատում է։ Ոչ մեկ չհարցրեց այդ աշխատանքային խումբը երբ է ձևավորվել։ Անվտանգության խորհրդի համակարգում։ Այդ աշխատանքային խումբը հիմա ամսաթվով չեմ հիշի, բայց մի տարի ու կես առաջ է ձևավորվել։ Այսինքն մի տարի ու կես կարող է պարզվի հələ ավելի շուտ է ձևավորվել։ Եվ այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամենժամյա, երբեմն ամեն ամսյա ռեժիմով աշխատում։ Պատկերացնում եք, ասենք, մի տարի առաջ կամ գուցե տարի ու կես առաջ դա ստուգել է վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ես որ ասում եմ դրա համար եմ ես պերաշկի ուտում, ես հումոր չեմ անում, որովհետև այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք։ Երևանը Մոսկվայի հետ այժմ քննարկում է Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը այլ երկրի փոխանցելու հարցը։ Նման առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել հենց ինքը վարչապետը։ Որևէ երրորդ երկիր, որը ջերմ հարաբերություններ ունի եւ Հայաստանի եւ Ռուսաստանի հետ, պետք է ռուսներից գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Թե որն է լինելու այդ երրորդ երկիրը դեռևս հայտնի չէ, սակայն Փաշինյանի այս հայտարարությանը հետևել էր ռուսական կողմի կոշտ արձագանքը։ Մեր ասացի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է եւ մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք եւ հույս ունեմ, որ մենք կարողանանք հասնել կոնկրետ լուծումների։ Հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում կառավարության ղեկավարը նաև ընդգծեց Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու կամ Ռուսաստանի շահերին վնասելու խնդիր իր առջև երբեք չի դրել ու չի դնելու, այլ առաջնորդվելու է բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահով։ Իսկ այդ պետական շահից է արդյոք բխում նաև Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը փակելու օրակարգ պաշտոնական Երևանը չունի, չնայած այն բանին, որ Հայաստանը շարժվում է եվրոինտեգրման ուղղությամբ։ Սույն դիտարկմանը Փաշինյանը արձագանքեց։ Այո, Հայաստանը ընդունել է Հայաստանի Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք եւ նաեւ ես այդ հարցին ԵԱՏՄ-ի առնչությամբ եմ արտահայտվել։ Մենք բարեբախտաբար թե դժբախտաբար դեռևս այն ճանապարհի ընկետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ որ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք, ոչ շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իդեպ նաև հեծի մասով։ Դրա ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ կա որոշում այն 100%-ով պետականացնելու մասին։ Վարչապետն էլ վերահաստատեց։ Որոշումը կայացվել է ընկերության շուկայական արժեքի նախնական փորձագիտական քննարկման եւ եզրակացության արդյունքում։ Այդ ընկերությունը այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել, ընդ որում վարկը վերցրել է ընկերությունը գոնե նախնական տեղեկություններով, ինչ որ պարոն Պետրոսյանը հասցրել է կիսել, այսինքն ընկերության հաշվին վարկեր են վերցվել, տրվել մոտիկներին, ծանոթներին, ազգականներին առանց տոկոսի։ Այսինքն այդ ամեն ինչը բնականաբար իր շուկայական արժեքի
նախնական ընկալումը նվազեցնում է եւ մեծ խնդիրներ չեն լինի բյուջեի հետ կապված։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովում շարունակվել են հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաղորդագրության քննարկումները, նիստը անցել է բավական լարված մթնոլորտում։ Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները հանդես են եկել սուր ելույթներով, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, նախկին եւ ներկա իշխանությունների պատասխանատվությանը, նաեւ երկրի սոցիալ եւ քաղաքական խնդիրներին։ Քննարկումների ընթացքում կրկին հնչել են փոխադարձ մեղադրանքներ։ Ազգային ժողովում շարունակվեցին հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի հաղորդագրության քննարկումները համեմված սուր ելույթներով եւ փոխադարձ մեղադրանքներով։ Իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները միմյանց հասցեին հնչեցրին տարբեր գնահատականներ, անդրադառնալով ինչպես ներքաղաքական, այնպես էլ պետական կառավարման կոռուպցիոն բնույթի հարցերին։ Բոլորը 100%-ով գիտեն, որ այո, կոռուպցիոն օլիգարխիկ իշխանություն է եղել, որովհետեւ Հայաստանում բիզնեսի առաջ խաղացումը կախված էր քաղաքական կապերից, բացառապես քաղաքական կապերից, որովհետև Հայաստանում կոռուպցիոներները չէին պատժվում բացառապես։ Հիմա են անցնում այդ գործերով, որովհետև հիմա կա քաղաքական կամք ու չկա նման մոդել կառավարման։ Համակարգային կոռուպցիան սկսվեց, երբ ուսադիր կրողներ Պաշտոնյաները դարձան միլիոնատեր։ Այս գնահատականն էլ հնչեցրեց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, հիշեցնելով ընդդիմության անցյալը։ 1 տարի առաջ Վազգեն Սարգսյանը իր մասնակցությունը ունեցել է Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելուն, 1 տարի հետո Կարեն Դեմիրճյանի հետ իրենք միավորվեցին երկիրը փրկելու հարցի շուրջ։ Դա միայն ներքին քաղաքական ամբողջ սպեկտրը չէր վերցնում, բայց կոռուպցիոն վիճակը անհանգստացնում էր երկու մեծ անհատականություններին։ Ինչով ավարտվեց դա, բոլորս գիտենք, դա հոկտեմբերի 27 էր։ Հոկտեմբերի 27-ից հետո երկիրը թևակողեց համակարգված կոռուպցիայի դաշտ։ Ինչքան էլ խոսենք քաղաքական կոռուպցիայի մասին, այո, քաղաքական կոռուպցիան այսօր մեզ ուղեկցում է։ Խնդրեմ, Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է 135-ամյա դաշնակցության առաջնորդ։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի արձանագրված փաստեր կան, թե նախկին պաշտոնյաներն ինչ կոռուպցիոն սխեմաներում են ներգրավված եղել եւ ինչպես են դիզել իրենց հարստությունը։ Դա շոշափելու է, տուն լինի, բանկային հաշիվներ լինեն, մի քանի էջից բաղկացած, ասենք, անշարժ գույք, 74 միավոր անշարժ գույք, 56 միավոր անշարժ գույք, նախկին վարչապետ, նախկին նախագահ, ոչ մեկի չի ասում, որ դա չկա, ասում են դեռ դատանում ապացույց չի, մեզ մեղադրում են, բայց մարդիկ ինչի են դեռ ազատության մեջ։ Ես էլ եմ հարցնում, պարոն Աբաջյան, ձեզ չեմ մեղադրում, ես ասում եմ մեր օրենսդրության հետ մենք խնդիր ունենք, որտեղ գտել են ձևը դատական process-ները ինչքան հնարավոր է ձգձգելով, ուրեմն պարզ չի դառնում մոտակա ապագայում իրենք իրենց պատիժը կստանան, թե չէ։ Քաղաքական բանավեճի հետևանքով նիստերի դահլիճում իրադրությունը լարվեց։ Գյումրիի ընտրության արդյունքները դուք չեք բողոքարկել։ Գյումրիում հակաօրինական բան է տեղի ունեցել։ Ինչի դեմ եք պայքարում, ինչը թույլ չեք տալու։ Թող Փաշինյանը հրովարտակ արձակի, որ Հայաստանում արգելված են, ինձ ընդհատել են, հիմա կավարտեմ։ Շուրգալ ձերքով ինձ ասել, ինձ ընդհատել են, ես հեսա կավարտեմ, ավարտվեց ձեր ելույթը, նստեք ձեր տեղը։ Այսինքն դա նշանակում է, որ բանախոսը պետքա շուրգա ազգային ժողովի նախագահին ձեռով անի, ասի ես կորոշեմ, ուրեմն ես եմ ստեղ որոշելու, ազատեք ամբյոնը։ Պարոն Ղազարյանը իրան իրավունք է վերապահում, դալիճ չմտած ընդեղ աստիճանավանդակից հրահանգներ է տալիս, մյուս պատգամավորը ինձ ասում է ես կորոշեմ, երբ եմ խոսալու, կարգի հրավիրեք ձեր խմբակցությունը, թե չէ ես կարգի կհրավիրեմ։ Նախքան դուք կարողանաք խոսել կոռուպցիայի մասին, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ձախողումների եւ ձեռքբերումների մասին, դուք առնվազն մեկ անգամ հրապարակային պետք է հարցնեք ձեր փոքրիկ իշխանին, թե 22 տարեկանում նրան նա որտեղից է ստացել 1 միլիարդ 72 միլիոն դրամ գումար։ Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ իր ելույթում նշեց, որ իշխանության ներկայացուցիչները խուսափում են պատասխանատվությունից եւ փորձում են մեղքը բարթել նախկինների վրա։ Ռուբինյանը մի խոսք էր ասում իր վերջի ելույթում։ Ասում է ընդդիմությունը պետք է իր խոսքերի եւ արածների համար պատասխան տա։ Բա դուք երբեք պատասխան տալու մի ամբողջ հայրենիք կործանելու համար, հազարավոր տղաների կյանքը խորտակելու համար։
կգնաք ամբողջ խմբակցությունով, այսպես ծերից ծեր, կգնաք շեֆի մոտ, կասեք շեֆ, այդ 200 միլիոնը հերիքա երկարացնես, հույս չունենաս, ընտրությունները չեն կրելու, գնա միուցի բյուջե։ Տիկին Գրիգորյանը վիրավորվում է կամ ժխտում է, որ Քոչարյանի շեֆն է, երևի գործ ունենք հերթական ուրացման հետ, փաստորեն Քոչարյանն էլ է պատրաստում գցի, ենթադրաբար, որովհետև արդեն հասկացել է, որ Քոչարյանի ուժը չի անցնելու խորհրդարան, ինչպես ասում են, տրանսֆերային պատուհանը բաց է, բայց հետ գալով կիսատ մնաց միտքը։ Հա, զանգեք Վայ Հակոբյանին, ասեք շեֆ, ինչ ես թռած ման գալիս, դու հետախուզման տակ ես։ Արի հետ։ Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը եւս անդրադարձավ ընդդիմադիրների մեղադրանքներին։ Նրա խոսքով վերջիններս չեն կարող խոսել թոշակներից, քանի որ նրանց կառավարման տարիներին թոշակները չափազանց ցածր էին։ Ալեքսանյանը ցուցադրեց 2000 թվականին թվագրվող մի տեսանյութ, որտեղ թոշակառուները պահանջում էին 3000-ից 4000 դրամ է տալիս։ Գալիս են 10-ից 15000 փող են ուզում։ 100 կիլովատ ասում են 2500 դրամ մորդիստան։ Այդ օրը օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրինությունը հայտարարեց, որ թատերաշրջանի բացումը հետաձգվում է։ Պատճառը դարձյալ սոցիալական էր։ Արվեստագետներն ամիսներով չէին ստացել 12-13 հազար դրամի աշխատավարձերը։ Պարոն Մինասյան, այս ձեր կառավարման թվերն է, ձեր ուժեղ, տենց այդ խառը առաջնորդների կառավարման թվերն է 2000 թվականի, որ այս պապիկները եկել են ստեղ, բողոքում են, ասում են, մեզ 4 ամիսա թոշակ չեք տվել։ Այդ որ տենց մտածբախ խոսում եք, այս մարդկանցից քանիսն է սովից մահացել այդ տարի։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւս անդրադարձավ ընդդիմության քննադատություններին, ընդգծելով, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է գնահատել կոնկրետ արդյունքներով, ըստ որի վերջին տարիներին մի շարք գործեր են բացահայտվել, որոնք տարիներ շարունակ մնացել էին ստվերում։ 2025 թվականի առաջին կիսամյակի բանով տվյալներով 2018 թվականի համեմատ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները ավելացել են մենակ առաջին կիսամյակով 2 միլիարդ դոլարով։ Տարեկան կտրվածքով մոտ 5 միլիարդ դոլար է։ Այդ 5 միլիարդը ինչ է, այդ 5 միլիարդն էլա չթալանվա, այդ 5 միլիարդը ձեր չթալանածն է ժողովուրդ, այդ 5 միլիարդը Ռոբերտ Քոչարյանի 200 միլիոնն է, որը չի թալանվել, այդ 5 միլիարդը նույն Հովիկ Աբրահամյանի դղյակներն են, այդ 5 միլիարդը Լևոն Մկրտչյանի անշարժ գույքերն են, այդ 5 միլիարդը Իշխան Սաղաթելյանի գույքերն են, այդ 5 միլիարդը այդ բոլոր ապօրինի թալանված գույքերն են, որոնք չեն թալանվել ու դարձել են կենսաթոշակներ, որ հիմա բարձրացնում ենք, դարձել են առողջապահության ապահովագրություն, որը մենք անում ենք։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Երևանի Կոմիտասի անդամ պուրակը շուտով կունենա նոր տեսք։ Քաղաքապետարանը մեկնարկում է վերակառուցում ծրագիրը։ Քաղաքային այգին նախատեսում է արդիականացնել խելացի լուծումներով էներգախնայող լուսավորությունից մինչև ջրախնայող տեխնոլոգիաներ։ Երևանի Կոմիտասի անվան պուրակը վերակառուցվելու է Երևանի քաղաքապետարանի եւ ԱԿՊԱ բանկի համատեղ ֆինանսավորմամբ։ Նախագծի նպատակն է ստեղծել ներառական, հասանելի եւ անվտանգ հանրային տարածք։ Նախատեսվում է կիրառել խելացի լուծումներ, էներգախնայող լուսավորությունից մինչև ջրախնայող տեխնոլոգիաներ։ Սա այն կարելի ասել մատների վրա հաշված, բայց շատ կարևոր նախաձեռնություններից մեկն է, որ եկել է մեր բանկային ոլորտից։ Մի քանի տարի առաջ մենք խոսակցություն ունեցանք, հենց այս նույն այգու մասին քննարկում ունեցանք, եւ այն ժամանակ դեռևս դատական գործընթացների մեջ ենք։ Նախորդ տարի մենք դատարանով կարելի ասել բոլոր գործընթացները ավարտեցինք, ավարտին հասցրեցինք եւ այգին վերադարձրեցինք քաղաքին, որից հետո ԱԿՊԱ բանկը առաջարկեց իրականացնել նախագիծ այգում եւ նաեւ համաֆինանսավորել հետագա այգու վերակառուցումը ըստ այդ նախագծի։ Նախագծով նախատեսվում է պահպանել պուրակի արդեն գոյություն ունեցող մեծ ծառերը, չխախտելով պատմական կառուցվածքը։ Վերակառուցումից հետո պուրակը պետք է համապատասխանի ժամանակակից քաղաքային այգիների սկզբունքներին, ապահովելով բնապահպանական, սոցիալական եւ ֆունկցիոնալ բարձր որակ։ Ես կարծում եմ, սա քաղաքի սրտում ամենակարևոր կանաչ տարածքներից մեկն է, ամենակարևոր այգիներից մեկն է, որը վերադառնալու է քաղաքին արդեն նոր տեսքով, արդիականացված տեսքով։ Այգու նախագիծը ընդունվելուց հետո Երևանի քաղաքապետարանը կհայտարարի արդեն
շինարարության մրցույթ։ Կոնսերվատորիայի հարակից պուրակում, որտեղ տեղակայված է Կոմիտասի հուշարձանը, պահպանվելու են արդեն գոյություն ունեցող բարձրահար քասուն ծառերը։ Նպատակ կա նաև չխախտելու պուրակի պատմական կառուցվածքը։ Ծրագրով նախատեսվում է պուրակում ավելացնել ավելի քան 3000 բույս, ծաղկավոր, խոտաբույսային եւ թփային տեսակներով։ Կանաչապատման շեշտը դրվելու է մարդու հասակին մոտ բուսաշերտի վրա, ավելի խիտ ու հարմարավետ կանաչ միջավայր ստեղծելու համար։ Երևանի կլիման հաշվի առնելով նախագծվում է առանձին ոռոգման համակարգ սիզամարգերի եւ նոր տնկիների պահպանության համար։ Նախագծով նախատեսվում է նաեւ Կոմիտասի հուշարձանի մոտ ավելացնել ջրային տարածքը, ծաղկանոցը դաշտային ծաղիկների միամյա եւ բազմամյա կոմպոզիցիաներով։ Պուրակում կստեղծվի նաեւ փոքր բեմ ամֆիթատրոնով, որը հնարավորություն կտա կազմակերպելու բացօթյա համերգներ, հաշվի առնելով, որ անմիջապես մոտակայքում գտնվում են կոնսերվատորիան ու մանկական երաժշտական դպրոցը։ Ծրագրում ներառված է նաև փոքր մանկական խաղահրապարակ։ Ըստ Ավինյանի աշխատանքների մեկնարկը կապված է նախագծային փաթեթի վերջնական հաստատման եւ շինարարության մրցույթի կազմակերպման հետ։ Նա նշել է, որ վերակառուցման ավարտից հետո Կոմիտասի անվան պուրակը քաղաքացիներին կհանձնվի ամբողջությամբ նորացված, կանաչ ու ժամանակակից լուծումներով համալրված տեսքով։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանով ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ցտեսություն։